արդյունավետ են այս ողորները, իրանք մի քանի խնդիր են լուծում։ Հետևից ծածկն է, մենք գնանք, որ արտաքին տեսքից մարդ չի մտածում, որ դա աղբատար մեքենա է, այսինքն տարբերություն կամազների, որոնց հետևից ծածկից հատվածը չկա, երբ որ աղբա հավաքվում է այդ մասերի արանքում, այս դրա շնորհիվ այդ խնդիրը լուծված է։ Այս երկուսն են։ Այս երկուսն են հիմա մնացել, մնացած 13-ը մայրաքաղաքի տարբեր հատվածներում այս բանը աշխատանք ենք։ Դուք հիմա տեխնիկայի այս խոշորի կարիք ունեք հավելել։ Մեծի չէ, փոքր աղբատարի, այո, որովհետև նախկին գազոնները արդեն սպառվում են։ Իրանց շարժիչը գրեթե ամեն տարի վերանորոգման է կանգնում ու բավական ֆինանսական առումով մեզ եր չի տա։ Հստակ տեխնոլոգիա գրված սրա համար, ու ավելի լավ ստացա։ Նախորդ մեծ ողորների համար մեկ նստատեղ կա, սրանը երկու նստատեղ է բանվորի համար, որովհետև երկու բանվորներ են աշխատում։ 280 դիավոր ունի, ավելի ուժեղ է, քան շարժիչը ավելի ուժեղ է, քան կամազներինն է, այսինքն որ հաճախակի մոտորը խփում էր, նա սրա դեպքում։ Սրանք որ ստանդարտն են։ Եվրո 5-ը։ Եվրո 5-ը։ Հա։ Շատ առավելություններ կա, երևի սկսենք ամենաառաջինը նրանից, որ մեքենան ունի ներքին հովացման համակարգ։ Ամառվա շոգին աղբավայր մտնել դուրս գալու ժամանակ կոնդիցիոների առկայությունը ահագին մեզ օգուտ է տալիս։ Աղբավայրի հոտը, փոշի ինչին է թափանցում մեքենայի սրա։ Առավելություններից մեկը, որ չունի նախորդ մեքենաները, այդ ներսից կառավարվող այդ հնարավորությունն է, այս պուլտն է մեր, միացնում ենք աղբավայրում արդեն էլ մեքենայից պարտադիր չի դուրս գալը։ Մեքենայից ընդհանուր կառավարում ենք խցիկի բացումը, աղբի դատարկումը, որը որ ահագին հարմարավետ է սարքում աշխատանքը։